Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, շարունակելով իրավական պարզաբանումների մեր շարքը, այսօր հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետի պարտականությունները կատարող Օլգա Բունյացյանի հետ խոսելու ենք անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզման նոր կառուցակարգերի մասին, որոնք նախատեսված են 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքով։ Բարև ձեզ, Տիկին Բունյացյան։ Խնդրում եմ պարզաբանել, թե գործող օրենքի համեմատ նոր օրենքը ինչ կարգավորումներ է նախատեսում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Կարևոր է իմանալ, որ նոր կարգավորումներով ամբողջությամբ վերացել են գործող օրենքում առկա հասկացությունների շփոթը, երբ հետախուզում էին համարվում եւ պարտապանի գույքի կազմը բարձրալուն ուղղված հարցումները եւ արդեն իսկ հայտնի պարտապանի գույքը գտնելուն ուղղված միջոցառումները։ Ըստ այդմ նոր կարգավորումներով առանձնացվել են պարտապանի նույնականացնող տվյալների ստացումը, պարտապանի գույքի կազմը բարձրալուն ուղղված հարցումները, ինչպես նաև հետախուզումը։ Հարկ է նշել, որ նոր օրենքով հստակ առանձնացվել են անձի, գույքի եւ փաստաթղթերի հետախուզման հասկացությունները։ Ընդ որում հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության ներկայումս փաստաթղթերի հետախուզում իրականացվում է միայն մեկ կառուցակարգով, դա բացակայող պարտապանի սնանկության վարույթի շրջանակներում իրականացվող կառուցակարգն է։ Ըստ այդմ կատարողական վարույթում եւս փաստաթղթերի հետախուզում կարող է իրականացվել միայն վերոնշյալ նորմի հիման վրա կայացված դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով։ Ինչ վերաբերում է անձի եւ գույքի հետախուզմանը, ապա դա ինչպես կարող է նախատեսված լինել հարկադիր կատարման ներկայացրած իրավական ակտով, այնպես էլ իրականացվել հարկադիր կատարողի որոշման հիման վրա համապատասխան օրենսդրական հիմքերի առկայության դեպքում։ Ընդ որում, այս դեպքում անձի հետախուզումը ներառում է ինչպես պարտապան ֆիզիկական անձի հետախուզումը, այնպես էլ պարտապան իրավաբանական անձի, իրավասու անձի հետախուզումը։ Միևնույն ժամանակ նոր կարգավորումների նորամուծություններից մեկն է նաև հետախուզման նպատակների հստակ սահմանումը։ Դրանք կարևոր են այնքանով, որքանով դրանց դադարումը կամ դրանց արտիականության վերացումը նաև հանգեցնում են հետախուզման դադարման։ Օրենքում որպես հետախուզման նպատակներ են նախատեսվել ինչպես անձի ներկայությունն ապահովելը կատարողական գործողություններին, անհրաժեշտության դեպքում նրան համապատասխան վարույթային ակտեր հանձնելը, իսկ գույքի եւ փաստաթղթերի դեպքում դրանք գտնվելու վայրը պարզելը։ Տիկին Բունյացյան, քաղաքացիներից բազմից ենք ստանում հարցադրումներ, թե արդյոք իրենց ունեցած պարտավորությունների պատճառով կարող են երկրից դուրս գալ, թե ոչ։ Կխնդրեմ մեկնաբանեք, թե ինչ նոր կարգավորումներ է նախատեսում օրենքը։ Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակումը կարող է իրականացվել միայն ոչ դրամային, այսինքն ոչ գույքային պարտավորությունների առկայության դեպքում, այն դեպքերում, երբ որ դրանք կատարելու համար պարտապանի անձնական եւ անմիջական մասնակցությունն է անհրաժեշտ։ Դրանք կարող են լինել այն դեպքերը, երբ որ ոչ դրամական պարտավորությունը նախատեսում է օրինակ վիրավորանքի համար ներողություն խնդրելու դեպքը կամ այնպիսի անձնական ոչ գույքային պարտավորություն, այնպիսի գործողության կատարում, որը կարող է իրականացվել միայն տվյալ պարտապան անձի կողմից, որոշակի շինությունների քանդումը, որոնք հարկադիր կատարման միջոցներով նախատեսված չեն։ Փորձենք ավելի մանրամասն ներկայացնել մեր քաղաքացիներին, թե որ դեպքում կամ ինչ ընթացակարգով է թույլատրվելու եւ արգելվելու անձի ելքը։ Յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտության առկայության պայմաններում հարկադիր կատարողը միջնորդություն է ներկայացնելու ընդհանրության քաղաքացիական դատարան եւ միայն դատարանի որոշման հիման վրա անձի հետախուզվող անձի ելքի իրավունքը սահմանափակվելու է։ Իսկ հետախուզման նպատակների եւ հիմքերի բացակայության դեպքում արդեն իսկ հարկադիր կատարողի որոշման հիման վրա երկրից դուրս գալու արգելքը վերանալու է։ Շնորհակալություն Տիկին Բունյացյան հետաքրքիր զրույցի համար, հուսամ մեր քաղաքացիները օգտակար խորհուրդներ կքաղեն։ Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետևել մեր հրապարակումներին իրազեկ լինելու համար։